Շարունակում է լույս առավոտին ու անկեղծ պետք է ասեմ, հա, իմ ուշքը գնում է, երբ որ մենք խոսում ենք այդպիսին բաների մասին, երբ որ կան ֆանտաստիկ նախաձեռնություններ, գաղափարներ, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու, ոչ միայն Երևանը, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է լինում Երևանում, Երևան, դուրս եկեք Երևանից, հենց հիմա չէ, առհասարակ հենց հիմա էլ դուրս եկեք, այս եղանակին դուրս եկեք, դուք չեք պատկերացնում մեր մարզերում, մարզերի քաղաքներում ինչ էներգիա, տրամադրություն ու ջերմություն կա, ինչ գաղափարներ ու ինչ մարդիկ կան, որ չես ուզում այդ մարզից վերադառնաս Երևան։ Լավ, անցնենք բուն թեմային, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ արդեն երկրորդ տարին իրականացնում են դարձիր սոցիալական ձեռներեց զարգացրու քո համայնքը և սոցիալական ձեռներեցության դերը Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման գործում։ Կրթական ծրագիրը համայնքապետարանների հետ համագործակցությամբ է։ Մշակված ծրագրերի միտումների նպատակի ու արդեն իսկ արդյունքների մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Եվ այսպես մեր հյուրերն են սոցիալական ձեռներեցների դպրոց միջազգային ակադեմիայի հիմնադիր սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը, բարի լույս։ Դարձիր սոցիալական ձեռներեց զարգացրու քո սպիտակ համայնքը կրթական ծրագրի մասնակից Սարամեջ բնակավարից Պավլիկ Մկրտչյանը, բարի լույս, եւ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի աշտարակ խոշորացված համայնքի Սասունիկ բնակավարից Լյուդմիլա Սայանը, բարի լույս։ Բարի լույս։ Այսպես ձեր աշխատանքներով, տրամադրությամբ եւ էներգետիկայով եկել եք եւ լցրեք մեր տաղավարը, բայց թերևս սկսենք Գոհարից։ Պատմեք բուն նախաձեռնության մասին, գաղափարի մասին, գործունեության մասին, ինչպես սկսվեց։ Ես գիտեմ, որ տևական ժամանակ է ինչ այսպես շուկայում աշխատում եք։ Մենք 7 տարի շարունակ աշխատում ենք։ Սկզբում տեսեք Երևան մեր կենտրոնացած դպրոցը ու անընդհատ մարզերի տարբեր բնակավայրերից մեզ դիմում էին մասնակիցներ, իրենք վճարում էին, սովորում էին, բայց մենք չենք կարողանում, ասենք, իրենց համայնքներ գնայինք, մենք on-line կամ իրենք Երևան էին գալի, խորհրդատվություն էին տալի 60 փորձագետները դպրոցի։ Հետո մի պահ ոնց որ մեկը ասեր, թե լավ, բայց գնա մի հատ մարզեր էլի, տես ինչ կա։ Ու երբ որ առաջին քայլը իրականացրեցինք, իհարկե շատ բարդ, հասկացանք, որ պետքա մակրո մակարդակի հետ համագործակցությամբ գնանք, այսինքն աշխատանքի և սոցիալական հարցերի տարածքային նախարարության, ինչու չէ նաև էկոնոմիկայի նախարարությունն եմ ուզում որ միանա, ինչի որտեղ մենք խաչվում ենք սոցիալական ձեռներեցություն այս 3 նախարարությունների հետ աշխատանքում։ Առաջին քայլը այսպես սպիտակում է եղել 2 տարի առաջ, բայց մենք 3 տարի այս ծրագիրը, այսպես ասած, մշակում ենք ու պիլոտաժային ծրագիրը իրականացրեցինք առաջինը սպիտակ խոշորացված համայնքի հետ, պարոն Նիկողոսյանի հետ։ Արդյունքները աննկարագրելի էին, այսինքն եթե մենք որոշել էինք, որ 25 հոգի խմբում լինի տարբեր սպիտակի բնակավայրերից ու նրանցից 2-ի գաղափարը պետք է ֆինանսավորենք, արդյունքում 13-ը կայացան, որոնցից 5-ն է միայն ֆինանսավորվել գաղափարները եւ այդ արդյունքները հիմք հանդիսացան, որպեսզի մենք շարունակականություն տանք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ասաց, որ եթե այդպիսի հաջողություն կա, ուրեմն բոլոր համայնքներին ներկայացրեք։ Մենք այսպես ասեմ, որ բոլոր մարզպետարանների աշխատակազմի ղեկավարներին, այդ ոլորտի պատասխանատուներին ներկայացրել ենք։ Չի եղել մարդ, որ ասի, որ սա այս կրթական մոդելը, որը մենք փորձել ենք, հա, այսպես շատ դանդաղ ստեղծել, դա իրենց պետք չէ։ Հետո հասկացանք, որ միայն պետք չէ, որ մենք անենք, այլ համատեղ է պետք է իրականացնել, որովհետև երբ որ դու ես միայն մասնակցայնություն ունենում process-ում, հակառակ կողմը չի ունենում, այսինքն գործընկեր կողմը, այսպես փոխգործակցող կողմը չի լինում, դժվար է։ Կան համայնքներ, որտեղ նաև մասնակիցներն են փոքր ներդրում ունենում, կան համայնքներ, դա համայնքի ղեկավարը եւ ավականին են որոշում, ինչպես լինի։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք 3 համայնքներում լինել այս պահին, Սպիտակում, Փամբակում եւ Աշտարակում։ Սա էլ կարելի է ասել երկրորդ պիլոտաժային փուլն է, այսինքն ինչու եմ ասում պիլոտաժ, որտեղ ամեն անգամ կոփվում է եւ ավելի ինքը հղկվում է, բայց շատ մեծ հետաքրքրություն կա։ Իրականում կուզենամ, որ ծրագիրը գնալով դառնա համայնքինը, կապ չունի, որ մեր ընկերությունն հեղինակային իրավունքը կրթության կամ քայլերի մշակողը, մենք բացենք ու սոցձեռներեցը պետք է ինչ-որ մի բան ստեղծել է եւ եթե դա պետք է ոլորտային զարգացման համար, հանձնի պետությանը, մենք հետո հասկացանք, որ առաջին փուլը իրականացնենք մենք, որից հետո իրենք անեն, այսինքն համայնքապետարանը կարող է ինքը անել, մեր փորձագետներին կկա
անչափ փորձագետների, դա կապ չունի, բայց որ իրականություն է դառնում, հաջողություն է կնքվում ու շատ դժվար ճանապարհ ենք անցնում ու շատ մեծ ռեսուրսներ մարդկային ծախսվում են, կարծում եմ, որ այդպես, իսկ ներկայացուցիչները արդեն կփաստեն, թե ինչքանով է դա արդյունավետ կամ ինչ թերություններ կան։ Այսպես ողողել եք նվերներով, այո։ Տեսնենք Պավլիկ, Ճիշտն ասած, ես մինչև այս արդեն զբաղվում էի, բայց մթերմամբ, կատնամթերքի մթերմամբ էի զբաղվում, այսինքն վերավաճառելով ուրիշ գործարաններին ու որտեղից իմացա ՍԴ դպրոցի մասին, քույրս էր, ես դե մի քիչ որ զբաղված որպես զբաղվածության պատճառով չէի կարողանում էլ, ասենք հետաքրքրվեր ինչ կա, ոնց կա, այսքան ինֆորմացիա չի։ Ինֆորմացիա չկար ու այստեղ տարիքային գործոնն էլ կա, որովհետև ասենք էլ շատ երիտասարդ չես, որ տենց հետաքրքրվես սովորելով, բանով, այսինքն մտնում ես աշխատանքի մեջ, քույրս եկավ, թե ասին մի հատ լավ բան եմ լսել ՍԴ դպրոցի մասին, հա, գրանցել եմ քեզ, իտո առանց ասելու, որ գրանցել է, էլի, հա։ Լավ չեն գրանցել ձեզ, լավ, որ չեն գրանցել, ու գնացի հարցազրույց կար, Գոհար Մկոյանն այնտեղ էր, որ շատ տենց սիրուն գրագետ ձևով ամեն ինչ բացատրում, ասի երևի, հա, գրավիչ, ամենակարևորը գրավիչ։ Շոկից էլ ասենք առաջի տպավորությունը, որ մտնում ես, դա շատ կարևոր է, որ էլի քույրս գրանցել։ Արժի թե չէ, էլի։ Ու տենց հարցազրույցին մասնակցեցինք, գրեցինք այդ ամեն ինչը քննության նման ինչ-որ մի բան էր, որ ու հետաքրքիրն այն էր, որ այդ ամեն ինչի մեջ մասնակցում էր համայնքի ղեկավարը Քաջար Նիկողոսյանն, որ հենց այդ ամեն ինչը կազմակերպելը, ամեն ինչը դզելը իրականում մեծ աշխատանք է պահանջում ու շատ հնարավորություններ անձեռում։ Ու հետևաբար որոշեցինք, որ սովորական բիզնեսից անցնել սոցիալական ձեռնարկատիրությանը։ Դա շատ կարևոր բան, որովհետև մինչև այդ մտածում ենք ոնց աշխատենք, գումար աշխատենք։ Քանի որ կարևոր է ոչ միայն բիզնեսը, այլ նաև սոցիալական ֆակտոր։ Մեզ համար սա միայն վաճառք չի, սա նաև արժեք է։ Ու իսկ ին գործունեությունը, քանի որ կապված է կոնկրետ գյուղի հետ, գյուղի մարդկանց հետ, այսինքն զբաղվում եմ մարդկանց կաթի մթերման հարցն եմ լուծում, ու դրանից սկսեցինք արդեն մտածել, որ ինչու ստեղծել հավելյալ արժեք։ Էդ էլ իրանց շնորհքն է ճիշտ ասած։ Ստեղծել հավելյալ արժեք ու ստեղծել պանիր ու այնպիսի պանիր տեսակներ, որ բոլոր խանութներում չի վաճառվում։ Այսինքն, մեր մոտ ասում են թել պանիր, հորած թել պանիր։ Իրականում Սիրում ես դու կարեն։ Կսիրեք ինձ։ Բայց ասեմ Պավլիկը նաև այդ ավանդույթներն է ուզում, այսինքն տատիկների, պապիկների, փոխանցված սերունդների հենց այդ պանիրները։ Որովհետև եթե փորձես մրցակցել մեծ գործարանների հետ, ուղղակի կկորչես Մոցարելլա, գաուդա պանը։ Դրա համար որոշեցինք մեր ավանդական են, որ տատիկ պապիկների կողմից են, որ հին ձևերով որ սարքում են, կոնկրետ էդի պահել, պահպանել ու չգիտեմ, հուսանք ամեն ինչ լավ կստացվի։ Եվ փորձարկման համար Պավլիկը ամբողջ ձեր թիմին բերել եմ, այո, անպայման Ամբողջ թիմին, մենք կարևոր Եթերից հետո ֆանարախնիդալը։ Չէ, ամեն մեկին չեմ կարող ասել, բայց փորձել ենք այդպես։ Իրականում մի կարևոր բան ասենք, որ սոցիալական ձեռներեցությունը հենց տեսեք, ավանդականն էլ է շատ լավ, բայց սոցիալական ձեռներեց ինքը մտածում է առաջինը ինչ խնդիր կա համայնքում։ Պարզա բոլոր համայնքներում կա, բայց սպիտակի մասին խոսենք, կա կաթի մթերման խնդիր եւ հետո դա արտադրանք դարձնելու եւ աշխատատեղերի, դա որ ասենք բոլոր տեղերում կան աշխատատեղեր, գործազրկության մակարդակը բարձր չի, սուտ կլինի ու իրականում պետքա մենք ամեն մեկս մի քայլ անենք, որ դա ուրեմն ստացվի, իսկ Պավլիկի մոտ լավ է ստացվում, ինչ տեսանկյունից, որ ինքը կարողանում է գյուղի բոլոր բնակիչների հետ շփվել, այսինքն ոչ միայն իր բնակավայրի, այլ հարակից բնակավայրերի կաթի մթերման հարցն լուծել, եւ ես վստահ եմ, որ մի ամիս, ասենք թե 2 ամսից հիմա աշխատանքները շինարարական կատնամթերքի արտադրության շինարարական աշխատանքները ակտիվ փուլում է, ուղղակի մեր մոտ շատ ցուրտ է։ Հիմա ասենք շինարարական աշխատանքները փոքր դանդաղել են, բայց 2 ամիս է։ Հա, ու տեսեք, այս դեպքում ինչ կարևոր բան կա, որ ինքը պետք է համագործակցի համայնքապետարանի հետ եւ համայնքապետարանի եթե աշխատողներ, գործազուրկներ կան, որոնք դիմել են աշխատատեղի, Պավլիկը պատասխանատու է, այսպես ասած, այս ծրագրի մասնակցելով, որ հենց առաջնահերթությունը տալու է սպիտակ համայնքի բնակիչներին։ Մարդիկ կան այս գործի մեջ թե չէ, նա կփորձի աշխատանքի
աշխատանքի տեղ։ Անպայման։ Դե բնական Եվ տարեկան իր շահույթից պետքա վերաբաշխի ինչ-որ մի խնդրի լուծմանի։ Հիմա ինքը արդեն ըստ հուշագրի համայնքապետարանի հետ հուշագիր է կնքում, որտեղ համայնքապետարանը եւ տվյալ անձը, ով մեր կրթական process-ում է, իրենք փոխհամաձայնության են գալի 3 տարիների ընթացքում իրար հետ ինչ քայլեր են կատարելու, որը փոքր թե մեծ չեմ կարող ասել, կախված հա արտադրական process-ից եւ հիմնադրից, արդեն իրենք կարողանում են ազդել այդ ոլորտի փոքր զարգացումներին։ Դուք դուք պատմեք, այո։ Մեր կախասնկի արտադրությունն է, դա կախասնկի արտադրությունը ծնվեց իրական կարիքից ելնելով, երբ ամուսնուս մոտ հայտնաբերվեց շաքարային դիաբետ, մեր ընտանիքում առաջ եկավ առաջ սննդի կարիք, այդպես յուրաքանչյուր սնունդ, որ ներմուծում էինք մեր օրակարգում, այսպես ամբողջությամբ ինչ է պարունակում, ինչի համար է օգտակար, հերթը հասավ սնկին եւ մենք հայտնաբերեցինք մեզ համար շատ կարեւոր, որ սպիտակուցներ է պարունակում, բնական սպիտակուցներ, այդպես հակաօքսիդանտներ, մի խոսքով որոշեցինք, ուսումնասիրեցինք շուկան եւ որոշեցինք ինքներս արտադրենք։ Փորձեցինք սկզբի համար եւ հաջողվեց։ Շատ լավ բնական սունկ ստացանք։ Այդպես հետո քանի որ ամուսինս պատերազմի մասնակից էր սոցիալնախարարությունից մեզ տեղեկացրեցին սոցիալական ձեռներեցնային դպրոցի դասընթացների վերաբերյալ այդպես գրանցվեցինք հարցազրույց անցանք առաջի փուլով հետո թեստերը լրացրեցինք այդպես մասնակցեցինք դասընթացներին դասընթացները մեզ տվեց մեծ հնարավորություններ մենթորներ հիանալի որոնց յուրաքանչյուր մենթորական դասընթացից հետո մեր մոտ ոչ թե քայլերով էինք առաջ գնում այլ լոնքերով այսպես եւ ստացվեց մեր արտադրանքը։ Լյուդմիլան կարևոր բաների մասին նաև սոցիալական այո եւ հիմա մենք աշխատում ենք մայրերի հետ, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքով եւ բոլորս էլ առնչվում ենք առօրյայում, գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքով զբաղվող ծնողները ունեն ժամանակի խնդիր։ Եվ մենք տալիս ենք մասաժամային հնարավորություն մեր արտադրությունում աշխատելու համար իրենց իրական կարիքից ելնելով իրենց հարմար ժամանակահատվածում։ Նաև քննարկում ենք, որ կարող ենք կախասունկ սովորեցնել, իրենք առանձին իրենց արտադրական process-ն ունենան։ Այո, կախապարկերը նաև համագործակցեն։ Այո, համագործակցեն, կախապարկերը իրենց տանք միանվագ սամպարկով, այդպես եւ օգնենք նրանց եւ ուսուցման մեջ եւ մթերման մեջ, այսպես եւ համագործակցենք իհարկե հետագայում նաև մեր կախասնկի արտադրությունում պահածոյացման լինեմ աշխատելու համար։ Սա այն թեման է, որի շուրջ մենք պետք է խոսենք շատ երկար ու մենք կարծում պարտավոր ենք այս տարվա ընթացքում դες բազմիցս հյուրընկալելու, որովհետև ընդհանրապես այս մեկ հարցազրույցով սահմանափակվելով իրականում մենք թեմային, այսպես ասած, լիովին չենք անդրադառնում։ Բայց ես նաև հասկացա, նկատեցի ձեր էջին հետևելով, ուսումնասիրելով, ինձ համար հա շատ մեծ ու կարևոր կետ ֆիքսեցի, որ այո, շատ լավ բան ենք անում։ Դեմ որ չի քննարկում դա, բայց ամենամեծ առավելությունը այս ծրագրի իմ կարծիքով այն է, որ ոչ մեկ չի ուզում այդ դեպքում լքել իր մարզը, իր բնակավայրը, ոչ ուզում է գնալ Երևան, ոչ ուզում է գնալ Մոսկվա, ոչ էլ ուզում է գրին քարտի խաղարկությանը մասնակցել։ Նա ուզում է մնալ այո, իր բնակավայրում, նա ուզում է մնալ իր մարզում եւ առաջինը նա ինքը ուզում է զարգացնի իր մարզը, որովհետեւ երբ որ Երևանից դուրս ես գալիս, կապ չունի որ մարզ ես գնում, դու տեսնում ես այդ ձերպես անհատների, ովքեր որ չնայած դժվարությունների դանդաղ քայլերով, բայց կամաց ստեղծում են մերը, պահում են, զարգացնում են։ Իսկ ձեր շնորհիվ արդեն հնարավոր է սա դարձնել իսկապես մեծ արժեք, ինչպես որ դուք նշեցիք, սա միայն բիզնես չէ, սա միայն պարզապես օգնություն չէ քո համայնքին, մարզին, այլ սա փոքրիկ հաղթանակ է, որը որ դու զարգացնում, մեծացնում ես քո համայնքում։ Եվ հարցերն են շատ, ցավոք սրտի պետք է հրաժեշտ տամ ձեզ, բայց շնորհակալություն ենք ուզում ձեզ հայտնել, որովհետև իսկապես սա ֆանտաստիկ բան է։ Դեք չէ ինչ եմ շուտ փակում, որ մենք ուտենք։ Հասկացա, ժամանակ ունենք։ Իսկապես Կարենն այնպես բովանդակալից ասաց, էլ ավելացնելու ոչինչ չկա, իսկապես շնորհակալ ենք, որ թույլ եք տալիս մենք այսպես հողին կպած լինենք եւ մեր մարզերի, մեր հողի վերք բարիկները։ Այո, ես հենց դա ուզում նշել, որ հերոստատիտողները այս պահին մեծ մարզերում շատ են դիտում իսկապես կենտրոն հերոստաընկերությունը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր գուցե տեղյակ չէին, բայց մտածում են, դե լավ ինչպես անեմ, ինչպես սատար կանգնեն եւ մոտ են ձեր փիլիսոփայությանն ու արժեքներին
որին կհետևենք, կմասնակցենք, կգրանցենք եւ մենք այսպես բարբերաբար հանդիպումներ կունենանք մեր տաղավարում։ Շնորհակալություն նաեւ մեր հեռուստադիտողներին մեզ դիտելու եւ մեզ հետ մնալու համար։ Մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Ձեզ լավ օր։